Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը երկու ազդակ է փոխանցում։ Նախ ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է, եւ հետո սրա ֆոնին Ադրբեջանը ակտիվացնում է, այսպես ասած, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը։ Ինչ փուլում է իրականում խաղաղության գործընթացը եւ ինչ սպառնալիքներ են ձևավորվում խաղաղության գործընթացի կողքին։ Մեզ հետ քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Եվ այսպես զեկույցը ասում է, որ ռազմական էսկալացիան գրեթե հավանականություն գրեթե 0 է, ինչպես պետք է հասկանալ սա քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ եւ կարող ենք ասել, որ ոչ թե նվազում է ռազմական էսկալացիան, այլ դրան զուգահեռ ձևավորվում է անվտանգային նոր ռիսկեր, ըստ էության փոխում է դրանց բնույթը։ Զեկույցը մեզ փոխանցում է նախ ռիսկերի մասին, այն որ ըստ զեկույցի ռազմական էսկալացիան գրեթե հավասարվում է 0-ի, դա ինձ թվում է քաղաքական ուղերձ է, որը պետք է ամբողջովին տեղավորել խաղաղության այսպես կոչված դարաշրջանի համատեքստում։ Սակայն եթե մանրամասնորեն նայում ենք զեկույցի դրույթներին, որտեղ որ նշված է, որ ըստ վերլուծության, արտաքին ծառայության վերլուծության արկա են հետևյալ խնդիրները, դրանք ոչ թե հավասարեցնում են էսկալացիան 0-ի, այլ հակառակը անհանգստացնող մեսիջներ են փոխանցում, որովհետև նայեք, զեկույցում նշված է, որ Վաշինգտոնյան հանդիպումից հետո խոսքը օգոստոսի 8-ի հանդիպման մասին է, որի ընթացքում նախաստորագրվեց արտգործնախարարների մակարդակով խաղաղության համաձայնագիրը, զեկույցում նշվում է, որ Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանը ոչ միայն չի թույլատրել արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների վերադարձի խոսույթը, այլ հակառակը այն ավելի է ակտիվացրել եւ բացի խոսույթից նաեւ այդ ուղղությամբ կիրառվում են գործնական քայլեր։ Դրան զուգահեռ Ալիևը ավելացնում է Ադրբեջանի ռազմական բյուջեն եւ հատկանշական է, որ նա ռազմական բյուջեն ավելացնում է, ելի եմ ասում, ըստ զեկույցի, ռազմական բյուջեի աճի տեմպերը ավելացնում է ի հաշիվ մյուս ոլորտների եւ շատ հաճախ մյուս ոլորտների շնորհիվ փոխարեն, այսինքն Ալիևը հիմնական շեշտադրումը դրել է ռազմական ոլորտի վրա, նա երկրորդում է պետության տվյալ պարագայում խոսքը Ադրբեջանի մասին է, երկրորդում է պետության մյուս ոլորտները ռազմական ոլորտին, այսինքն Ալիևը ամենևին չի հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից, ամենևին չի հրաժարվել հարկ եղած դեպքում ագրեսիայի դիմելուց եւ խնդիրները ռազմական ուժով լուծելու տարբերակներից։ Ալիևը հայտարարում է, որ անպայման ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց շատ կարևոր է շեշտադրումը պատմական հայրենիք։ Նա չի ասում, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հայրական տներ, որոնք լքել են դիցուկ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, պատերազմի ժամանակ, այլ նա շեշտադրում է, որ պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք, այսինքն այդ հռետորաբանությամբ Ալիևը գրեթե ժխտում է Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունը։ Ալիևի պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծամասնությունը դրանք պատմական Ադրբեջանի տարածքներ են եւ այդ ուղղությամբ նաեւ տնտեսական քայլեր է անում։ Նայեք, թվում է թե առաջին հայացքից դա մանրունք է, սակայն բոլոր կարևորագույն խնդիրները հենց մանրունքների ամբողջություն են։ Նա Սևանը անվանում է Գյոլչա։ Ադրբեջանում արտադրվում է բասար-գեչար անուններով գինիներ, ծովերում նավարկում է նավ Զանգեզուր անունով։ Նայեք, այդ բոլորը գաղափարախոսություն են, որի վերջնաարդյունքը հենց արևմտյան Ադրբեջան ծրագրի իրականացումն է։ Եվ այդ համատեքստը անվտանգային ռիսկերը վերացել են։ Զեկույցում նշված է, որ էսկալացիան է, ռազմական էսկալացիան գրեթե 0-ի է հավասարվել։ Այո, նա մի կողմից զեկույցը մատնանշում է, որ ռազմական էսկալացիան հավասարված է 0-ի, մյուս կողմից մատնանշում է փաստեր, որոնք հուշում են հակառակի մասին։ Այսինքն արտաքին հետախուզության զեկույցը չէր կարող կազմված լինել այնպես, որը դուրս կլիներ խաղաղության դարաշրջան այդ ընդհանուր գաղափարախոսությունից։ Այսինքն արտաքին հետախուզության զեկույցը չէր կարող հերքել բուն իշխանության գաղափարախոսությունը, պաշտոնական գաղափարախոսությունը չէր կարող հակադրման մեջ լինել, որովհետև հասկանում ենք, որ հակադրման դեպքում
արտաքին հետախուզության ղեկավարը կհրաժարվեր պաշտոնից։ Գործոնը կարող է զսպիչ գործոն հանդիսանալ Ադրբեջանի նկարտումների նկատմամբ հանդեպ։ Նայեք, ցավալիորեն Հայաստանի իշխանությունների կողմից արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը լեգիտիմացվել է։ Որովհետև նայեք, ինքնին արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը բոլորս ենք հասկանում, որ կեղծ գաղափարախոսություն է, մտածածին գաղափարախոսություն է եւ հետապնդում է հստակ օկուպացիոն բնույթ։ Սակայն երբ որ առաջարկներ է հնչում Ալիևին, որ մենք կհրաժարվենք մեր այս մոտեցումից, դու փոխարենը հրաժարվիր արևմտյան Ադրբեջան եզրույթից, կամ երբ համեմատության մեջ է դրվում արևմտյան Ադրբեջանը արևմտյան Հայաստանի հետ, երբ այդ երկուսը դրվում է նույն նժարի վրա, ավտոմատ կերպով արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը կամա թե ակամա լեգիտիմացվում է։ Հիմա Ալիևը միջազգային հանրության մոտ հանդես է գալիս մի կեղծ գաղափարախոսությամբ, որը Հայաստանի իշխանությունների կողմից այս կամ այն չափով լավ, լեգիտիմ բառը չօգտագործենք, սակայն այս կամ այն չափով դիտարկվում է որպես օրակարգ, որին պետք է հակադարձվի մեր որևէ մեկ այլ օրակարգով։ Հիմա նման պարագայում Ալիևը ստեղծում է պատրանք, որ ադրբեջանցիների վերադարձը ճակերտավոր իրենց պատմական հայրենիք, դա իրենց լեգիտիմ Ադրբեջանի լեգիտիմ իրավունքն է, որին իրենք փորձում են հասնել։ Ահա այս պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, որ կամ Հայաստանի իշխանությունները պետք է ինքնակամ ընդունեն ադրբեջանցիներին, համաձայնվեն Ալիևի այդ պահանջներին, կամ Ալիևը պետք է փորձի իր պահանջներին հասնել ուժի միջոցով։ Ուժի միջոցով ասել պարտադիր չի հասկանալ լայնամասշտաբ որևէ պատերազմ դիցուք, ինչպես 44 օրյա պատերազմներ։ Ինչ վերաբերում է թրիփին, ես չեմ կարծում, որ թրիփը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է որպես անվտանգային համակարգ կամ անվտանգության երաշխավոր է Հայաստանի համար։ Ճիշտ է, թրիփը ներկայացվում է որպես տնտեսական եւ ինչ որ նաեւ որոշ առումով անվտանգային բաղադրիչներ կրող որպես ծրագիր, սակայն այնուամենայնիվ նա ունի խիստ քաղաքական նշանակություն եւ այդ խիստ քաղաքական նշանակության հիմնական շահառուներն են Թուրքիան ու Ադրբեջանը։ Իհարկե Միացյալ Նահանգների մեծ մասնաբաժնով, իհարկե ներկայացվում է նաեւ որպես գլխավոր շահառու Հայաստանի Հանրապետությունը, սակայն այնուամենայնիվ հիմնական օգտվողները այդ գաղափարախոսությունից, ներողություն, այդ ծրագրից Թուրքիան ու Ադրբեջանն են։ Միացյալ Նահանգների շահը ո՞րն է այդ ծրագրում։ Միացյալ Նահանգների շահը իր քաղաքական ներկայացվածությունն է նախ տարածաշրջանում, հարկ եղած դեպքում նայեք Իրանի կողմից հստակ հնչում են անհանգստություններ, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեց համաձայնագիրը թրիփի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը դրանից հետո Fox News-ին կարծեմ տված հարցազրույցում հայտարարեց, որ այդ նախագծով օգտվելու են բոլորը, թե Հայաստանն ու Ադրբեջանը, թե Թուրքիան, թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, թե Իրանը։ Սակայն մենք կարճ ժամանակ անց տեսանք Իրանի կողմից անհանգստացող մտահոգություններ եւ Իրանը սկսեց բաց տեքստով հայտարարել, որ երրորդ ուժի ներկայությունը չի կարող չանհանգստացնել մեզ, երբ որ այն գտնվում է հենց մեր սահմաններում եւ ընդհանուր վերջերս Իրանի դեսպանը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարություններով այն աստիճանի, որ Հայաստանին մեղադրեց հակաիրանական կոալիցիայի ձևավորմանը մասնակից լինելու մեջ եւ հայտարարեց, որ Իրանի ժողովրդի մոտ ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանը գրեթե լավ, այսպես բառացի չասեց, բայց կարող ենք հասկանալ, որ ենթատեքստը դա է, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվում է թշնամական պետության։ Վստահությունն է կորչում։ Այո, վստահությունն է կորչում։ Հիմա ԱՄՆ-ի շահը նույնպես բավականին ակնհայտ է, դա քաղաքական իր ներկայացությունն է, անհրաժեշտության դեպքում այն հետաքրքրում են, ինչ է կարծում Հայաստանի։ Այո, միանշանակ հետաքրքրում են եւ թեպետ նայեք թրիփի ծրագրի հետ կապված առասարակ դեռ կան բազմաթիվ մութ կետեր, որոնք իշխանությունները ամբողջովին չեն ներկայացնում հանրությանը, կամ այդ մշակված չէ,
կամ դեռևս հանրությունից գաղտնի են պահում։ Հաճախ խոսվում է, որ պետք է կառուցապատումը տրվի երրորդ կողմին, երրորդ ընկերությանը, սակայն չկա որևէ փակագծերի բացում, թե ով է լինելու այդ երրորդ կողմը, ով է լինելու այդ ընկերությունը։ Միշտ շեշտադրում է արվում է ճանապարհների ապաշրջափակման վրա, սակայն այդ դեպքում առաջանում է մեկ այլ հարց. ինչու են ճանապարհները ապաշրջափակվում միջանցքային տրամաբանությամբ։ Եթե խոսքը գնում էր ընդհանրապես ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա կարող էին պարզապես բացվել այդ ճանապարհները եւ մարդիկ երթևեկեին այնպես, ինչպես ենթադրենք երթևեկում են Հայաստանից Վրաստան գնալուց կամ մեկ այլ տեղ, սակայն ակնհայտ է, որ թրիփը իրականում ունի միջանցքային տրամաբանություն։ Վերադառնալով զեկույցին, փաստաթղթում նշված է, որ տարածաշրջանային տնտեսական եւ ենթակառուցվածքային ծրագրերը կարող են բարձրացնել ռազմական էսկալացիայի գինը։ Այսինքն հակառակորդը հանկարծ, եթե մտքով անցկացնի էսկալացիա, սկսել ռազմական էսկալացիա, դրա գինը բավականին բարձր է լինելու։ Ռազմական էսկալացիա կարող է լինել, բայց ոչ լայնամասշտաբ պատերազմի տեսքով։ Եվ պարտադիր չէ, որպեսզի այդ էսկալացիան տեղի ունենա հենց այն հատվածում, որտեղով որ անցնում է թրիփը։ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն շատ ավելի մեծ սահման եւ թրիփը դրա մի փոքրագույն մասն է։ Ռազմական էսկալացիան կարող է տեղի ունենալ Հայաստանի սահմաններից ցանկացած որևէ մեկում, սակայն ռազմական էսկալացիա էլ եմ ասում, տեղի կարող է եւ չունենալ։ Սակայն Հայաստանի իշխանությունները եկեք վերադառնանք այնուամենայնիվ հիմնական շեշտադրումներին զեկույցի, որովհետեւ մնացյալ բոլորը ածանցվում են այդ երկու կետերից։ Եթե Հայաստանի իշխանությունները ընդունում են ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, ապա դրան որևէ ռազմական էսկալացիա չի հետևի։ Զեկույցը անդրադառնում է նաև առաջիկա ընտրություններին, խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը, որը մեծացնում է հիբրիդային պատերազմի հավանականությունը։ Ձեր կարծիքով որոնք են հիմնական թիրախները եւ հասարակությունն է, հասարակական տրամադրությունը, ինստիտուտները, թե քաղաքական օրակարգը եւ որտեղից կարող է այդ հիբրիդային պատերազմը սկսվել։ Ինչ են ակնարկում։ Այս պահին ենթարկվում է հիբրիդային հարձակման։ Այս պահին գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ, սակայն ոչ Ռուսաստանի կողմից կամ մեկ արևմուտքի կամ չգիտեմ ԱՄՆ-ի, այլ հենց Թուրքիայի։ Նայեք, վերջերս Հական Ֆիդանը հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսին եւ մատնանշեց, որ քանի որ առաջիկայում Հայաստանում սպասվում է խորհրդարանական ընտրություններ, ապա մենք աջակցում ենք ու հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը կշարունակվի եւ այլն, կարմատանա, նման արտահայտություններ արեց Ֆիդանը, սա աննախադեպ երևույթ է, քանի որ դեռևս չի եղել նախադեպ, որ օտար պետության արտգործնախարարը բաց տեքստով միջամտի հայտարարի աջակցի ոչ թե տվյալ պահին գործող ղեկավարի քաղաքական կուրսի, այլ ընտրությունների ժամանակ թեկնածուներից որևէ մեկին աջակցելու հետ կապված։ Սա շատ կարևոր սահմանագիծ է, որը պետք է բաժանենք, որովհետև այլ բան է, երբ որ աջակցում ես փաստացի ղեկավարի քաղաքական կուրսին, այլ բան է, երբ որ աջակցում ես թեկնածուներից, նույնիսկ եթե այդ թեկնածուն լինելու է այդ տվյալ պահի փաստացի գործող ղեկավարը։ Սա աննախադեպ երևույթ է, որը մատնանշում է, որ Թուրքիան ուղիղ ու բաց տեքստով միջամտում է Հայաստանի ներքին կյանքին։ Ռուսաստանի իշխանությունները առ այս պահը չեն արել որևէ հայտարարություն, որը կաջակցի այս կամ այն թեկնածուին, լինի Նիկոլ Փաշինյանը կամ դիցուկ ընդդիմադիր որևէ մեկ այլ թեկնածու։ Նման հայտարարություն Ռուսաստանի իշխանությունների կողմից չի եղել, գուցե փորձագիտական մակարդակով, գուցե վերլուծական մակարդակով, գուցե լրագրողական մակարդակով հնչել են հայտարարություններ, սակայն պաշտոնական Ռուսաստանը դեռևս որևէ դիրքորոշում չի հայտնել։ Ըստ զեկույցի մեծ է նաև հասարակության շրջանում զգայուն թեմաների շահարկման վտանգը։ Որ թեմաների մասին է խոսքը։ Առհասարակ ազգային, ես կարծում եմ, թեմաների մասին է խոսքը, որովհետև նախ մի քիչ լղոզված հայտարարությունը միգուցե Արցախը նկատի ունեն, արցախցիների վերադարձը։ Ինչ է նշանակում զգայուն։ Ահա, նայեք, զեկույցը չի բացում, ինչ ասել կուզես զգայուն։ Զգայուն ում համար, զգայուն իշխանության համար, թե զգայուն դիցոք հասարակությանը որպես մտահոգող խնդիրներ։ Նայեք, իշխանության համար զգայուն թեմա է Արցախը։ Իշխանությունների համար զգայուն թեմա է Արարատը։
Իշխանությունների համար զգայուն թեմա է հայ առաքելական եկեղեցին։ Առհասարակ իշխանությունների համար զգայուն է այն ամենը, ինչ կապված է մեր արժե համակարգի, ազգային արժե համակարգի հետ։ Թվում է, թե արցախցիների վերադարձի իրավունքը միջազգայինորեն ճանաչված իրավունք է, սակայն ահա այդ վերադարձի իրավունքը նույնպես դարձավ իշխանությունների համար զգայուն։ Եվ տվյալ կետով զեկույցը կարծում եմ որոշակի մանիպուլյացիաների հնարավորություն է թողնում այն առումով, որ եթե ենթադրենք ես վաղը խոսեմ Արցախից, խոսեմ Արարատից, խոսեմ, չգիտեմ, Արևմտյան Հայաստանից կամ արցախցիների վերադարձից ու հայ եկեղեցուց, ապա ինձ կարող են մեղադրել զգայուն թեմաների արծարծման մեջ եւ հասարակությանը մոլորության մեջ գցելու ցանկության համար։ Մեկ-երկու բառով, եթե ամփոփենք զեկույցի տրամաբանությունը, մենք որ ուղղությամբ ենք շարժում։ Իմ խորին համոզմամբ, եթե Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, եթե Հայաստանի կառավարումը չստանձնեն ազգային ուժերը, ապա այլևս քաղաքականությունից խոսելը, արտաքին քաղաքականությունից խոսելը, նույնիսկ ներքին քաղաքականությունից խոսելը կդառնա ավելորդ, որովհետև կփոշի առանց հետ էլ ամայացվում է քաղաքական դաշտը։ 2026 թվականին, եթե այս իշխանություններին հաջողվեց շարունակել մնալ իշխանություն, ապա ողջ քաղաքական դաշտն է ամայացվելու։ Եվ ընդ որում այդ ամայացումը տեղի է ունենում եւ անուղղակի, եւ ուղղակի տեսքով, բիրտ ուժով, քրեական գործերի հարուցումներով, կեղծ մեղադրանքներով, կալանքներով, ձերբակալություններով եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք։ Մենք զրուցում էինք քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի հետ։ Ցտեսություն։